Իրոք Աստված մեզ բոլորիս օժնի, առանց նրա ներգործության ճշմարտությունը ճանաչել չեն կարող, մենք մեր մարդկային տրամաբանությամբ խաբված մեր սրտից կապրեինք, ոչինչ էլ չէինք հասկանա, այս կյանքը ինչու համար աշխարհ եկանք, ուր ենք գնում, վերջը ինչ է լինելու։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց ավետարան, եւ շնորհակալություն Աստծուն, որ ինքն անձամբ գործում է մեզ հետ։ Միայն այնպես չի, որ ավետարանը տվեց, խոսքը տվեց, կարդա սովորի, անձամբ հեղինակը ինք Աստված ներգործում է մեզ վրա, եւ որ մենք աղոթք ենք անում, Տեր Աստված օժնիր մեզ, գիտենք, որ մեր աչքերով նրան չենք տեսնում, բայց նրա ներկայությունն է մեր հետ, նրա ազդեցությունն է մեզ վրա, եթե ոչ մենք օժնություն չենք ստանա, եթե մի Աստված չգործի, մեր այստեղ հավաքվելը իզուր է, պատկերացնում եք, Աստված է գործում մեզ հետ, եւ դրա համար իմաստավորվում է մեր այստեղ հավաքվելը, եւ խոսողի վրա է ազդում, եւ խոսքը լսողի, լսելն էլ դժվար է, խոսողը մինչև այստեղ գալը ջանք է անում աշխատում, այնպես ասած հոգևոր հաց պատրաստում, բայց լսողն էլ ջանք է անում, որ լսի, արթուն լինի միտքը, կարողանա վերցնել, դատարկ չգնա այստեղից, թող օրհնի մեզ Աստված։ Փիլիպպեցիս նամակից կկարդամ երկրորդ գլխի 5-ից մինչև 12 համարները, վերնագիրն ասեմ խոսքից, որը կօգնի մեզ ավելի նպատակը հասկանալ այս հատվածը ինչու եմ կարդում։ Այսպես է վերնագիրը. Որն է փրկությանդ հիմքը, որ դու փրկված ես, ինչի հիման վրա ես տեսնում, որ դու փրկված ես։ Ուրեմն կարդում եմ Փիլիպպեցիս նամակի երկրորդ գլխի 5 համարից մինչև 12-ը։ Ձեր ամեն մեկը թողային մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսում էր, որ Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով, իրեն խոնարեցրեց եւ հնազանդ եղավ մինչև իմահ եւ այն էլ խաչի մահ։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ, երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների։ Եվ ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է հոր փառքի համար, ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայությունումը, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողալով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ 5-րդ համարում, որ հատվածի առաջին համարն է, այսպես է ասում, ձեր ամեն մեկը թողային մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսում էր։ Քրիստոսում ինչ ենք տեսնում, այդ մտածեք։ Իրականում սա շատ կարևոր է մեզ համար։ Քրիստոսին ճանաչելը ով է նա, նրանում ինչ ենք տեսնում, այս տեսնելը մեր փրկության համար շատ լուրջ նշանակություն ունի։ Եթե դու կյանքումդ ինչ-որ հարցերի շուրջ ուզում ես մտածել, ճանաչել, վարպետանալ ինչ-որ գործերում, քեզ պետք են գալիս այդ ամենը, բայց իմացիր, ամենաշատ քեզ համար պետք է Քրիստոսում եղած բանը տեսնել, իմանալ, ճանաչել, դա քո կյանքն է, որովհետև նա է մեկացել քեզ, ով էր նա, և նրա մեկությունը ինչպես եղավ, ինչու եղավ։ Այստեղ խոսում է 6-րդ համարում, որ Քրիստոսը Աստծո կերպարանքում էր, այսինքն ինչ նկատի ունի, Աստծո կերպարանքում էր, Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այսինքն նկատի ունի սա, Աստծուն հավասար էր։ Եվ ոչ մեկ չէր կարող նրան մեղադրել, որ Աստծուն հավասար լինելը դու հափշտակել ես, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել։ Քրիստոս Աստծուն հավասար, այսինքն հոր հավասար,
Մենք երբ որ ասում ենք Հայր Աստված, հեշտ ենք հասկանում, Աստված է Հայրը։ Բայց երբ որ ասում ենք Քրիստոսն Աստված, դժվար է մարդը հասկանում։ Այս հատված են սա է ասում. Հորը հավասար։ Եվ ոչ մեկ նրան չմեղադրեց, ինչու ես այս դիրքում։ Մեղադրելի ես, հորը հավասար դիրքում ես ուզում քեզ ներկայացնել։ Ոչ էլ ինքն էլ հափշտակված այդ դիրքով։ Այդ փառավոր դիրքով ինքն էլ հափշտակված չէր։ Ոչ մեկ էլ չէր կարող նրան մեղադրել։ Սատանան երբ որ ուզեց Աստծուն հավասար լինել, մեղադրվեց, մեղք համարվեց իրեն եւ ընկավ։ Ունեցած իր փառքից էլ ընկավ։ Արյուսակ լինելու այդ փառքից էլ ընկավ։ Կոչվեց հակառակորդ Սատանա։ Առավոտյան ծակող աստղը կոչվեց Սատանա։ Կորցրեց իր ունեցածն էլ, երբ որ ուզեց Աստծուն հավասար լինել, բայց Քրիստոսին ոչ մեկ չէր կարող մեղադրել, որովհետև նա Աստծո հորը հավասար էր։ Աստծո կերպարանքում լիներ սա է ասում։ Նրան տեսնողը Քրիստոսին տեսնող հորը տեսավ։ Հիշում եք այդ խոսքը, որ Հիսուսն ասեց. Ինձ տեսնողը հորը տեսավ։ Ինչ ճանաչեք, ճանաչեցիք ես ինձ, ճանաչեցիք նաև հորը։ Սակայն այդ փառավորը իր անձը ունայնացրեց։ Ինքը իր որոշումով։ Այդ փառավոր այդ ամենակարող Աստվածը, կարող ենք այսպես ասել, ամենագետ Աստվածը, ամենաիմաստուն Աստվածը, Հիսուս Քրիստոսը, ինքն իր անձը ունայնացրեց։ Ինչ եղավ։ Եղավ ծառայի նման, ծառայի կերպարանք առավ։ Աստծո կերպարանքում լինողը ծառայի կերպարանքում եղավ, ինքն իր հոժարությամբ, ոչ մեկ նրան չէր ստիպում, նրա զորությունը չէր պակասել, որ իրեն ազատի ամեն այդ դժվարություններից, որ ընտրեց մտնի այդ դժվարությունների մեջ, ինքն ընտրեց դա, իր անձը ցածրացրեց, ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, հետո մարդկանց նման եղավ, մերպես մեկը եղավ, այսինքն ինչ նկատի ունի, կերպարանքով մարդի պես գտնվեցավ, ինչպես լիովին Աստված, Աստծուն հավասար, Աստծո կերպարանքում էր, այդ նույն բառով ասում է, մարդկային կերպարանքում եղավ, լիովին մարդ, բոլորովին մեր նման մարդ եղավ, մարդկային կերպարանքում եղավ, Պողոսն ասում էր, նրա վրա մտածեք, սա ձեզ համար շատ կարևոր հարց է, Քրիստոսի վրա մտածեք, ուրեմն ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, կերպարանքով մարդի պես գտնվելով, իրեն խոնարեցրեց։ Ուշադրություն եք դարձնում, ոչ մեկ չէր կարող նրան խոնարեցնել, եթե ինքը չընտրեր դա, ինքը այդ քայլին չգնար։ Երբ որ մարդիկ կարծում են, թե իրեն բռնեցին, իրեն տանջեցին, հաղթեցին, հա կարծես, եթե ինքը թույլ չտար, ոչ մեկ էլ չէր կարա։ Ինքը իր անձը խոնարեցրեց և հնազանդ եղավ մինչև ի մահ և այն էլ խաչի մահ, հոր կամքն էր, այստեղ հոր հնազանդությունն է, չի ասում, հնազանդ եղավ հորը, մարդկության փրկության գործ անել, ծածկված է այս փրկության գործը այս նախադասության մեջ, հնազանդ եղավ մինչև ի մահ և այն էլ անարգ մահվան հնազանդ եղավ, անարգ մահվան, խաչի մահվան և այս իր կատարյալ հնազանդությունը ցուցաբերելով ասում է արժանացավ այս փառքին, նայեք, նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան, արդեն խոսում է հոր մասին, չէ, հայրը շատ բարձրացրեց նրան, Աստված շատ բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների և երկրավորների և երկրի տակ լինողների և ամեն լեզու դավանե, թե Հիսուսը, Հիսուս Քրիստոսը Տեր է հոր փառքի համար, Տերն է նա, տիրույթը նրանն է, ամեն ինչի Տերը Հիսուս Քրիստոսն է, ամենը ճանաչեն սա և ուշադրություն դարձրեք հոր փառքի համար, փառքի մեջ էր Քրիստոսը, Աստծուն հավասար, իջավ ցածրացավ, շատ ցածրացավ, ամենից շատ ցածրացավ,
մինչև իմա եւ այն էլ խաչիմա։ Արդարը անարգ մի մահվան դատապարտվեց, տանջալից եւ խաչված կամած մարդը մեռնում է, տանջալից մի մահ։ Այս հնազանդությունը ցույց տալով հայրը նրան բարձրացրեց, շատ բարձրացրեց, եւ այնքան որ նրան մի անուն տրվեց, որ նրանից բարձր անուն չկա։ Փաստորեն նա այդ փառավոր դիրքի մեջ էր մինչև ցածրանալը։ Ցածրացավ, ծառայեց, ծառայի կերպարանք առավ, հնազանդությունը իր ցուցաբերեց, նորից բարձրացավ այդ մեծ բարձրունքի մեջ։ Քրիստոս հայտնվելով մարդկանց մեջ Աստծո որդին եւ պահելով արդարությունը մինչեւ մահ, չմեղանչելով ցույց տվեց, որ իսկապես ինքն արժան էր այդ փառավոր բարձրունքին, Աստծուն հավասար լինելուն։ Նա հափշտակված չէր թեև այդ Աստծուն հավասար լինելու փառքով, բայց նա է արժան գահին նստի։ Հոր փառքը ցույց տվեց, հայրը ինձ տեսնողը հորը տեսավ, արժան է Աստվածքը նստի այդ փառքին, որից երևացողը, որում այդ երեք անձից երևացողը Քրիստոս եղավ, որ եղավ մեզանից մեկը, մարդացավ եւ եղավ երևացող Աստծո անձերից մեկը, եւ Աստծո փառքը ցույց տվեց։ Եթե հայրը մարդանար, նույն էր անելու, Սուրբ Հոգին մարդանար, նույն էր անելու։ Փառավորվեց եռանձնի Աստվածը Քրիստոսով։ Նա անարատ մնաց մինչև վերջ, ծառայի կերպարանք առնելով, հնազանդ լինելով մինչև այդ տանջալից ցավերի եւ անարգ մահվան մեղք չգործեց։ Սրա մասին կկարդանք նաեւ Պետրոսի խոսքերը, որ խոսում է այս մասին։ Բայց հիմա ես ուզում եմ ուշադրություն դարձրեք։ Պողոս առաքյալն ասում է, նրա վրա մտածեք։ Ինչ կա Քրիստոսում, նայեք դա։ Աստված հայտնվեց մարմնում։ Աստծուն հավասար մեկը եղավ մեզանից մեկը։ Այդ տառապանքը կրելուց հետո նորից բարձրացավ այդ մեծ փառքի մեջ։ Նրանից բարձրը չկա։ Նա է Աստված։ Նորից փառավոր դիրքի մեջ է։ Այդ մեծ փառքի մեջ մտավ։ Սակայն տեսեք, ասում է ուրեմն 12 համարը, իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունում, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Դուք լսեցիք Քրիստոսի այս ցածրանալը եւ բարձրանալը, որ ձեր փրկության համար եղավ։ Հավատացիք, որ կատարվել է փրկության գործը Քրիստոսով։ Հնազանդվեք, պահեք, դա ձեր փրկությունն է, գործադրեք այդ ձեր փրկությունը ահով եւ դողով։ Երբ որ Աստծո ծառաների ներկայության մեջ ենք, սթափ ենք, զգում ենք մեզ հավատացյալ, ասում է ինչպես իմ ներկայության ժամանակ եք դուք հնազանդվում Աստծուն, իմ բացակայության ժամանակ էլ նույնպես շարունակեք հնազանդ լինել, մենակ էլ լինես, մի մոռացիր, ով ես դու եւ ինչ փրկություն ես ունեցել, ձեռք բերել, ինչ ինֆորմացիա է քեզ տրվել Աստված Քրիստոսի մասին, Քրիստոսում եղածածը քեզ հայտնի է, հավատքով պահիր, ահով եւ դողով փրկությունդ գործադրիր։ Դա ինչ է նշանակում։ Երբ որ եղել է առիթ ոմանց հարցրել են, դու հավատում ես փրկված ես։ Ասում է այո, հավատում եմ։ Իսկ ինչ իման վրա ես դու փրկված։ Որն է փրկությանը հիմքը։ Ասում է դե գիտես, պիտի արդար լինենք, մաքուր լինենք, սուրբ լինենք, մեղք չգործենք, սուտ չխոսենք, որ փրկվենք։ Ասում ենք, դա է քո փրկության հիմքը։ Այստեղ խոսում է այդ մասին, բայց Քրիստոսի մասին խոսելուց հետո է խոսում արդար եղեք։ Ուշադրություն դասեք, շարունակությունը կարդամ, 13 համարում ասում է, քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես, իրեն հաճելի բաները, այդ որ դու ասում ես արդար պետք է լինենք,
մաքուր լինենք, Աստված է ներգործում։ Մինչև 15 համարը կարդամ. ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ որդիկ Աստծո առանց մեղադրանքի, այն կամակոր և ծռված ազգի մեջ, որոնց միջում երևաք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ։ Այո, այդ ինչ որ արդարություն է պետք գործել, մաքուր լինել, սենց ասած մի մարդ, որ ավետարան իր մեջ կա, որը լույս սենց ավետարանն է, լույս տվող մարդ, ավետարանի գիտություն մատուցող, դա պիտի քո մեջ լինի, բայց սա երկրորդ քայլ է, առաջին քայլը քո փրկության Հիսուսին ճանաչել, մտածիր ինչ կա Քրիստոսում, նրա աստվածությունը, նրա մարդեղությունը, նա եղավ մեզանից մեկը, ցածրացավ և հնազանդվեց մեր փրկության գործը կատարի մինչև մահ և այն էլ տանջալից ու անարգ մահ, խաչի մահ, դրա համար նորից վեր բարձրացավ, ինչու ես համոզված, որ փրկված ես, որ Քրիստոս եմ ընդունել, հաջորդ քայլն է սրանից, որ Քրիստոսին ընդունել ես, դու կեղտոտ կյանք չես ապրի, Քրիստոսին ընդունած մարդն է անարատ կյանք ապրում, որ լինեք անբիծ և անարատ որդիկ, Աստծո առաջին առանց մեղադրանքի մարդ լինես, արդեն փրկություն ընդունելու պատճառով դու կարող ես այդ որակը ունենալ, բայց նաև այդ որակը, այդ օրհնյալ, սուրբ մարդ լինելու որակը դու ունենում ես, երբ որ Հիսուսին Տեր ես ընդունում, Աստված ներգործում է քո մեջ, Աստծո կամքը ընտրած բաները դու անես, նա է ներգործում ձեզանում, Աստված է ներգործում ձեզանում, կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես, առաջին քայլը, Հիսուս Քրիստոսի մասին իմացանք, փրկարար գործ կատարեց, նաև կատարվեց Աստծո անձերից մեկը, դա Քրիստոսն էր, որ մեր փրկարար գործը կատարեց, մեր փրկարար գործը անելուց հետո հիմա նորից բարձունքում է, այլ աստվածային այդ դիրքում է, և նա կարող է մեզ ապահովել, հավատքդ կիսատ չի, միայն մեղքերի թողության հարց չի այստեղ, քո կյանքը ապահովող մեկը, որ քեզ համար խաչվեց, նա Աստված է և աստվածային դիրքում է պարավոր, նրան ես ճանաչում, վստահում, նրա մեծությունը տեսնելով, նաև ահով և դողով այս հավատքի ինֆորմացիան պահում ես, ուզում ես չկորցնել այս փրկությունը, որ Քրիստոսով ունես, խնդրում ես Աստված ինձ օրհնիր, ինձ փոխիր, Աստված էլ ներգործում է քեզանում, կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես, բայց եթե նորից ետ դառնաս քո այն սխալ գաղափարներին, եթե նույնիսկ ետ դառնաս այն կեղտոտ արարքներին, որ նախկինում արել ես, զորով քեզ չի տանի արդարության ճանապարհի մեջ, դու Հիսուսին հավատալով չես դառնա ռոբոտ, մարդ լինելուդ, այսպես ասած, որակը չի փոխվում, դու ունես կամք, քո ընտրությամբ ես ընտրել Աստծուն, հավանել Աստծո կամքը, հավանել փրկության գործը, հավանել Աստծո ծրագրերի մեջ լինել, Աստվածը ներգործում է, որ իր հաճության պես մարդ լինես անբիծ և անարատ որդի, շատ անգամ մարդիկ մոռանում են, որ փրկված են Քրիստոսով և դա շատ վատ է, երբ որ հարցնում ես դու ինչի հիման վրա ես փրկված, ասում է դե պիտի մարդը գողություն չանի, սուտ չխոսի, լավ ես ասում, ճիշտ ես ասում, բայց դա փրկված լինելուց փրկվածի վարքն է, փրկության հիմքը դա չէ, Հիսուսին հավատալն է, նրա փրկարար գործին հավատալը, Պետրոս առաքյալն է վկայում, երկրորդ վկայությունը կարդամ Պետրոսի, որ առաջին նամակն է Պետրոսի, երկրորդ գլխից, կարդում եմ 20 համարից մինչև այդ գլխի վերջին համարը, 25 համարը, քանի որ ինչ գովասանք է, եթե մեղք գործեք ու նրա համար ծեծվեք, հալածվեք ու համբերեք, դրա համար ոչ մեկ չի գովի, ասում է, չէ, մեղավոր էիր, պատիժ կրեցիր, նորմալ է, այդպես է պիտի լիներ, այլ եթե բարի գործես և նրա համար չարչարվեք ու համբերեք, դա շնորհք է Աստվածանից, որովհետև
Դուք հենց այդ բանի մեջ կանչվեցաք, որ Քրիստոս էլ չարչարվեց եւ ձեզ էլ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք, որ մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեցավ նրա բերանում, որ նախատվելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստանը հանձնում էր արդար դատավորին, որ ինքը մեր մեղքերն իր մարմնումը խաչապայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցանք, որովհետև մոլորված ոշխաների պես էինք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների հովիվը եւ տեսուչը։ Նրա չարչարվելու նպատակը ո՞րն էր, որ բարձրյալ Աստված Աստծո կերպարանքում լինողը այդքան ցածրացավ, ծառայի կերպարանք եղավ, մարդու պես եղավ, մարդու բոլորովին մարդկային կերպարանքում եղավ, բոլորովին մեր նման եղավ։ Մեր փրկության գործը կատարելու համար այդ հանձնարավ իր վրա հոր կամքը, նաև իր կամքներ, չէ, ինքն իրեն ցածրացրեց։ Հնազանդ եղավ այդ փրկությունը կատարել մինչև իմ մահ։ Աստված ձեզ օրհնի, սրա վրա մտածեք։ Նա խաչապայտի վրա առավ, Պետրոսն ասում է, մեր մեղքերի պատիժը կրեց իր վրա։ Եվ որ դու ասում ես Աստված ինձ ների, այս զոհի հաշվին ես ներվում։ Աստված զոհ տվեց։ Ուրիշ զոհի կարիք էլ դու չես զգում։ Դու մի բան ես հասկանում, որ ես եկել եմ Աստծո առաջ, Հիսուսին զոհաբերությունն եմ բերում։ Ուշադրություն դարձեք, դուք զոհով եք եկել Աստծո առաջ։ Հավատալ Հիսուս Քրիստոսին նշանակում է դատարկ ձեռով չես եկել Աստծո առաջ։ Տեր Աստված, նայիր Քրիստոսի չարչարանքներին, որ իմ մեղքերի պատիժը խաչը հանեց, ներիր ինձ։ Ինչու ես փրկված, որովհետև Քրիստոս խաչվեց քեզ համար, Հիսուս խաչվեց ինձ համար, փրկությանս հիմքը հավատքիս Հիսուս Քրիստոսին հավատալն է։ Նրա նպատակն էր մեր փրկության գործը անելու, մեր մեղքերի պատիժը վերցնելու իր վրա, որ մեղքերի թողություն ստանալուց հետո մեղքերից հեռանանք։ Ճիշտ ես ասում, որ չպետք է գողանաս, սուտ չպիտի վկայես, այո, եթե դու հավատաս Հիսուսին ու նորից մեղքերից չհեռանաս, փրկություն չես ունենա։ Դրանք զուգահեռներ են, սակայն առաջ Քրիստոսին հավատալ եւ հետո մեղքերից հեռանալ։ Եթե Քրիստոսին չհավատաս, մեղքերից հեռանալ չես կարող, մարդ դու զորություն չունես։ Զորավորը Աստծո որդին եկավ մեկացավ քեզ, մեկացավ ինձ։ Երբ որ դու ասում ես Հիսուս, դու ես իմ Տերը, գիտես ինչ ես ասում։ Դու մեկացել ես Քրիստոսին։ Գիտակցիր սա։ Դու տեսնում ես, որ Քրիստոսի հետ խաչը ելավ։ Խաչի վրա ես տեսնում նաև քո մեղավոր գործերը, քո մեղքերը։ Այն ինչ որ ժառանգել ես Ադամից, դա ես տեսնում։ Քո ազատվելն ես տեսնում ոչ միայն մեղքերի թողություն, այլ մեղքի ազդեցությունից։ Ազատվել ես տեսնում գերող բոլոր ուժերից, սովորություններից վատ։ Մեկը կապված էր ծխելուց, մեկը գամված էր խմիչքից, մեկը ստախոսությունից էր կապված, մեկը իր այսպես ասած այն ամենազորավոր հպարտությունից, որ կործանում է, չի կարում խոնարհվի, խաչը հանեցիր, ազատվեցիր այդ գերող ուժերից, որը ընկտանում են քեզ մեղանչելու։ Քրիստոս ասում է, որ մեր մեղքերը իր մարմնում խաչապայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Շատություն եք դարձնում։ Նմանատիպ միտք է խոսում նաև Պողոս Առաքյալը Գաղատացիս նամակում 5-րդ գլխի 24-25 համարներ ասում են. նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը, հին մարդկային այդ բնույթը, որ իրենց գերող ազդեցություն ունի, կախարդող, ստրկացնող, խաչը հանեցին կրքերով և ցանկություններով միասին, որ ազատվեն մեղքին տանող այդ կախարդող ուժերից և ազատվեցինք Քրիստոսով, փառք նրան հավիտյան։ Ինչու ենք փրկված, որտև ընդունել ենք Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ,
քնից էլ հանեն քեզ հարցնեն դու ինչ հիմքով ես փրկված, ինչու ես հավատում, որ դու ունես փրկություն, սա պիտի չմոռանաս, որովհետև Հիսուս խաչվել է ինձ համար, Աստված իր զոհն է տվել, ես էլ հավատացել եմ Հիսուս Քրիստոսին Տեր ընդունել, որ այդ խաչի գործը ինձ համար է, երբ որ ասում են Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը փրկվի, մարդ այս խոսքերի մեջ դե աշխարհի համար փրկության համար եկավ Քրիստոսը, այո, որում դու ես, դու կարող ես այդ էլ ասել, որ ինձ համար եկավ, իմ փրկիչն է, այո, աշխարհի փրկիչն է, նաև իմ փրկիչն է, իմ անձի, ես ընդունել եմ Հիսուսին Տեր ու փրկիչ, ես այս քայլը կատարել եմ, ես Քրիստոսով պատկանում եմ Աստծուն, սա չպիտի մոռանաս, եւ իհարկե պիտի հետևես արդարության, որ անբիծ եւ անարատ լինես, կանգնես Աստծո առաջին եւ չարը բռնելու տեղ չունենա, հիմա էլ քո կյանքում բռնելու տեղ չունենա, դատապարտես բոլոր արարքները, թողնես ամեն սխալ բնավորությունը, սովորությունը, չարը քո կյանքում բռնելու տեղ չունենա, մի էլ հիասթափվիր քեզանից, այսինքն քեզանից այս բանով, դու ընտրել ես Տիրոջը, ճանաչիր քո ընտրությունը, հավատացել ես նրան, քո ընտրությունը հաստատ արա, իսկ եթե քո անձին վստահելով տեսնեիր քո փրկությունը, իհարկե, քո վրա վստահություն մի ունեցի, քո վստահությունը Քրիստոսն է, քո կամքը, քո ընտրությունը Քրիստոսինն ես դարձրել, դու քո կամքով ընտրել ես Քրիստոսին, դու արել ես քո կողմից կատարելիքը եւ մերժում ես չարը, մերժում ես մեղավոր արարքները, քո ընտրությունը լիարժեք է, բռնիր միջև վերջ գնա, ետ մի դարձիր, ոչ մի չար արարք, որ քեզ գերում էր նորից նրան մի դարձիր, դու պատկանում ես Աստծուն, ու թանկ գնով ես պատկանում Աստծուն, բարձրյալ Աստված որդի Հիսուս Քրիստոսի արյան գնով ես պատկանում Աստծուն, թեև դու չես այս գինը տվել, բայց գնահատելով գին տվողի թանկ գինը, քո փրկությունը չկորցնես, գործադրիր քո փրկությունը, որն է քո փրկության հիմքը, Հիսուս Քրիստոսի խաչի գործը, նրանով եմ փրկված, ինձանից պահանջվում էր ամբողջ սրտով հավատալ նրան, դառնալ նրան, ես դա եմ արել և նորոգում եմ իմ քայլը, աղոթենք,